Արգելակման տեղ էլ չկա, չէ, Հարությունյան։ Vay taduzga. Respisne taduzga. Հարությունյան, երեխեն հիվանդանոցում է, չէ՞ մահացել։ Վայոց ձոր բկային, էլի։ Հուլիսի 1-ն է, Երևան Մեղրի ավտոճանապարհի Վայք քաղաքի վարչական տարածքում Mercedes Magnus-ի ավտոմեքենան վրա երթ է ենթարկել 8-ամյա տղա հետիոտնի, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտաբ օգնություն եւ բավականին օպերատիվորեն ժամանած ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների ժամանած Վայոց ձոր բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկները երեխային նախտեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Վայոց ձոր բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Վայոց ձորի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ պարեկները սահմանազատել են տարածքը, դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից հիվանդանոց է մեկնել քննչական խումբը, վարչության պետի քննչական եւ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։ Մինչ քննիչները կժամանեին հիվանդանոց, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Վայքի բաժին, որ վրաերթի ենթարկված երեխան գիտակցության չգալով մահացել է։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Իմ տեղեկություններով վարորդը եւ վրաերթի ենթարկված երեխան Վայոց ձորի մարզի բնակիչներ են։ Դեպքի վայրում հավաքված նաեւ մի քանի քաղաքացի նշում էին, որ վարորդի հայրը 44 օրյա պատերազմում զոհված է։ Նա ինքը հարվածել է երեխուն, հետո բախվել է պատին։ Շտաբօգնությունն էլ տարավ, չէ՞, շտաբօգնությունն։ Ո՞վ շտաբօգնությունն են տեղափոխել Երեգնաձորի բակը։ Չէ, մի բանա Վայոց ձոր բժշկական կենտրոնը դառը։
հիմա դրա իրան լավա պահում թե չէ։ Լավ չի պահում։ Լավ, հələ խմացությունը մենք որոշենք կասենք։ Արի Էսի երեխու գլխարկն ու հողաթափն է։ Երեխու հողաթափն ու գլխարկն։ Հա, մեկը ավտոյի տակ է, հա մի։